Բարի վերադարձի հեռուստադիտողներ, շարունակվում է մեր եթերը եւ այս տարի արվեստագետ կրթամշակութային հասարակական կազմակերպությունը նշեց իր 10 եւ համանուն հանդեսի 5 ամյակները։ Այս տարիների ընթացքում հանդեսն անդրադարձել է հայ մեծերի վաստակաշատ անձանց, նկարահանվել է ֆիլմ նվիրված Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին։ Արվեստագետի հերթական համարը նվիրված է լինելու եւ պատրաստվում է Վահան Տերյանի 140-ամյակին։ Եվ այս առիթով մեր հյուրն է արվեստագետ կրթամշակութային կենտրոնի պատվավոր նախագահ Իվան Անտոնյանը։ Բարի օրը։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ, շնորհակալություն։ Փոքր խոսենք արվեստագետի մասին։ Արվեստագետ հանդեսի։ Այո, արվեստագետ հանդեսը դե 5 արդեն իսկ 6-րդ տարին է, որ լույս է ընծայվում, սկզբից եղել է թերթի տեսքով, այնուհետև մամուլներով ավելացել է, դարձել է հանդես, որպես հանդես եւ ներկայացնում է մեր հայ մեծերին ահավասիկ մենք տեսնում ենք նաեւ Երվանդ Ղազանչյանին նվիրված, Լեմս Ներսիսյանին նվիրված, ունենք այստեղ Թումանյանի որդեգիրներից Արշակ Թումանյանին նվիրված եւ առհասարակ ունենք Հովանես Չեքիջյանին, Տիգրան Մանսուրյանին, Ռուբեն Մաթեոսյանին, տարբեր այսպես անդրադարձ եղել է, հանդեսը 40 էջ է, որից 30-ը առհասարակ նվիրվում է էջերը նրանց, ովքեր մեծ ավանդ ունեն եւ ներկայացվում են շապիկով ու նվիրված է նրանց։ Ինչպես եք ընտրում արվեստագետներին, որոնք իհարկե արդեն տեղ են գտնում իրենց կենսագրականով կամ պատմություններով արվեստագետում։ Ընտրության հարցում մենք հայերս հատկապես պակասություն չունենք, քանի որ մեր մեծերը այդքան էլ քիչ չեն։ Այս վաստակավոր անձանցում էլ անդրադառնանք, նրանք արժանի են, որ ներկայացվեն, որովհետև նրանց անցած ճանապարհը ուղենիշ է, ուղեցույց է մեր գալիք սերունդների համար եւ առհասարակ ապրողներիս համար եւ առհասարակ այսօր ուսանողության համար, մեր դպրոցականների համար։ Եվ հետաքրքիր է, կարելի է մի օրինակ ինձ տակ, անդրադարձը ինչպես է արվում, կենսագրություն է, ստեղծագործությունների պատմություն է ներկայացված։ Բոլորը, ինչը վերաբերվում է։ Ունենք վերլուծություններ, ունենք գրախոսություններ, կենսագրական իր անցած ճանապարհի, տվյալ արվեստագետի խոսքերը։ Նաև նկարներ կան ներս։ Նաև անցած տարիներից արժեքավոր նկարներ, դրանք արխիվային են, թերթերից անդրադարձներ, այսինքն էլի կրկին մեծությունների հետ, որ հանդիպում են, առերեսվում են կարդացողները։ Իսկ ունեք հակառակ կապ կարդացողների հետ եւ ինչ արձագանք կա կարդացողների։ Մինչև այսօր դրական են եղել արձագանքները, եղել են նաեւ առաջարկություններ, որը սիրով ենք ընդունում, այսպես, բայց մեծ իմաստամբ դրական են եղել։ Շատ լավ, անդրադառնալով նաեւ արվեստագետ կրթամշակութային հասարակական կազմակերպությանը, ինչով է զբաղվում, ինչ գործունեություն է ծավալում, բացի իհարկե ամսագրից։ Բացի ամսագրի հրատարակումը, լույս ընծայումը արվեստագետ կրթամշակութային հասարակական կազմակերպությունը այս անցած 10 արդեն 11-րդ տարիների ընթացքում բուրըն ստեղծագործական գործունեություն է ծավալում, քանդակներ ենք տեղադրում հանրապետության տարբեր վայրերում, պետական կառույցների հետ թույլտվությամբ նաև այս օրինապահությունը, այս օրենքի կետն էլ նաև հաշվի ենք առնում, յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր նախաձեռնություն նախ մեր խորհրդի կազմով է անցնում, որոշում է ընդունվում, նոր շարունակում ենք, ունենք մեր անվանի արտիստ Մեհեր Մկրտչյանի կիսանդրին, Գյումրու թատրոնի Մեհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճի նախասրահում Համլետ Ջանինյանն է, կրկին Համլետ Ջանինյանի ստեղծագործությունը Ռոզա Մխիթարյանի կիսանդրին, որը Տավուշի մարզպետարանի հետ համատեղ տեղադրել ենք իր ծննդավայրում եւ ասեմ, որ եզակի դեպք է, որ ժողովրդական արտիստուհու իր կյանքի ներկայության ընթացքում է արվել, սա էլ բացառիկ դեպք է, իսկ Մեհեր Մկրտչյանն է դեռ 2018-19-ին էր մշակույթի նախարարության հետ համատեղ ունենք գրքեր, նաեւ գրքեր ենք հրատարակում Սոս Սարգսյանին նվիրված գրքեր ունենք հատորներ, հիմա նաեւ ուզում եմ ներկայացնեմ, որ վերջերս լույս ընծայվեց նաեւ անպարտելի հրամանատարը ապարանի ռազ
Ռազմիկ Պետրոսյանի անցած հերոսական ճանապարհի մասին եւ ասեմ, որ մեր սերունդները նաեւ կրթվում են այսպես ոչ միայն մշակույթով, նաեւ մեր ռազմական մեծ գործիչների թողած ավանդով, այսինքն կարդացողը կարող է իմանալ, որ իր հողու ջրից թանկ ոչինչ չունի եւ հենց այդ հողու ջրից է բխում մեր մշակույթը, պատահական չէ, որ մենք հայերս նույնիսկ օտարափերում նույնիսկ հողեր կորցնելու ժամանակ, նույնիսկ մեր պարտությունների ժամանակ թողել ենք սեպագիր մեր արձանագրությունները, թողել ենք ահավասիկ վկայությունները, մեր խաչքարերը, համր վկայությունները պատմության, մեր տառերը եւ նաեւ այսպիսով ենք ուզում մի ինչ-որ ձեռագիր, մի ինչ-որ ձևով ներկայացնել մեր սերունդներին։ Կա նաեւ ֆիլմ եւ ֆիլմաշար ունենք, Լոռու արվեստագետներ ֆիլմաշարը, ես այդ ֆիլմաշարը ուրեմն երազով եմ տեսել, ճիշտ է, մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ, բայց դեռ այն տարիներին, երբ դերասանական արվեստը ավարտեցի, կինոռեժիսուրա է տալիս, ինձ հարց ուղղեցին, որ ասենք ավարտել եք այդ Լոռիում ինչ եք անում, ես դեռ փոքր ժամանակվանից մայրիկիս ասում էի, մայրիկիս խոստացել է, որ մի ինչ-որ բան պիտի անեմ։ Եվ այս ամենը երազի տեսքով ինձ տրվեց շուրջ 10 տարի առաջ եւ Ֆորտունա հեռուստաընկերություն այցելեցի, մեր մարզային հեռուստաընկերություն, այնտեղ ինձ օգնեցին եւ շուրջ 40 ֆիլմ է նկարահանվել, ներկայացվում է լոռեցի արվեստագետների, նաեւ լոռուց դուրս ապրող վաստակաշատ արվեստագետների կյանքը եւ գործունեությունը, նաեւ Երևանում է ցուցադրվել, նաեւ հեռուստաընկերություններով անդրադարձել են մամուլի տարբեր միջոցներով, հայ մեծերի խոսքերը կան տպագրված, հայ մեծերի ելույթները կան, որ շատ լուրջ արարք է կատարվում մշակույթի մեջ եւ շարունակելու եմ այնքան, ինչքան որ կյանք ունեմ ու ապրում եմ եւ ծառայելու եմ։ Այս է իմ պատգամը։ Հայտիներին անդրադառնալուց հետո իրենց անձամբ ներկայացնում եք աշխատանք ովքեր որ ողջ են, օրինակ Մանսուրյանի մասին ասացիք, որ անդրադարձ կա։ Ինքը տեսել է ձեր անդրադարձը, գիտի միանշանակ կա, նաեւ համացանցում կա տեղադրված, որ իր շնորհակալական խոսքն է ասում, որ շատ հետաքրքիր է ստացվել եւ նաեւ մեր Տիգրան Մանսուրյանն էլ է մեր խմբագրական խորհրդի անդամներից, հիմա այդքան շատ չեմ զբաղացնում իրեն, որովհետև հաշվի ենք առնում մեր մեծերին, իրենց տարիքը, բայց իր շնորհակալական խոսքն էլ է ասել Տիգրան Մանսուրյանը։ Արխիվում կան արդեն անդրադարձեր, որոնց պիտի արդեն տպագրական փուլում են եւ պիտի ներկայացվեն ընթերցողին, ովքեր են։ Ինչպես մեր հարգելի հաղորդավարուհին ասաց, հիմա մեր Ջավախ հայրենակցական միության նախագահի հետ միասին ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ իր աջակցությամբ, իր նախաձեռնությամբ Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված ամսագիր ենք սկսել, որ պատրաստենք եւ ասենք բարի ընթացք, որ նաեւ միջոցառում անենք Լոռիում։ Շատ լավ, մենք մաղթում ենք բարի ընթացք եւ հաջողություններ եւ ձեր գործունեությանը եւ ամսագրին եւ ուզում ենք ձեզ նվիրել Իջևանի Պուր Կարբո կարմիր չոր գինի, որպեսզի ցանկացած հաղթանակ նշվի կարմիր գինով եւ իհարկե պսակվի հաջողությամբ միշտ սա ձեզ եւ մեր հովանավոր գործընկեր Տրամոնտինա բրազիլական ընկերությունը ներկայացնում է խոհանոցային պարագաներ, որոնք թեթևացնում են խոհանոցում մի փոքր հոգսը եւ այս փոքրիկ խոհանոցային նվերը նույնպես ձեզ։ Շնորհակալություն, Խայամն ասում է գինի խմիր, լավ ընկերոջ հետ խմիր, այնպես խմիր, որ խմելդ չիմանան, այս է կյանքը մեռած թե ողջ, լավ խմիր։ Հաստատ լավ ընկեր կգտնեք ձեր կողքին եւ նրա հետ կբացեք այս շիշը եւ միանշանակ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Կլինի կարճատև դադար հիմա մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։